Բարի երեկո, Ազատություն TV-ի ուղիղ եթերը լրատվական կենտրոնն է շարունակում, առաջիկա րոպեներին դիտեք։ Արդյոք ընդդիմադիրներին հաջողվում է համախմբվել եւ իշխանափոխության ինչ ճանապարհային քարտեզ ունի առաջարկն արած Սամվել Կարապետյանը։ Սահմանադրական դատարանը ընտրությունների արդյունքները վիճարկող ընդդիմադիրների դիմումները կսկսի քննել ուրբաթ օրը։ Մեկ շաբաթ անց Փամբակ գետում գտան նաև 13-ամյա Նարինեի մարմինը։ Երրորդ շունչս պահերեմ իջեր եմ ծառը բռնեցի իջա, այդ ժամանակ երեխուն զգացի։ Հայկական ընկերությունը ինտերնետ կապ կապահովի Ադրբեջանի հիմնական տարածքի եւ Նախիջևանի միջև, ինչ է ենթադրում հայ-ադրբեջանական համաձայնագիրը։ Գյումրեցիները հաշվում են վերջին կարկուտի վնասները, կլինի փոխհատուցում։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարական է տալիս։ Նրան ամենայն հավանականությամբ կփոխարինի Մեծ Մանչեսթերի նախկին քաղաքապետ Էնդի Բըրնհեմը։ Նախ ներքաղաքական թեմաներին անդրադառնանք։ Ուրբաթ օրվանից Սահմանադրական դատարանը կսկսի բանավոր կարգով քննել խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող 7 քաղաքական ուժերի դիմումները։ Ընդդիմադիրները մասնավորապես պնդում են, թե իշխանությունը վարչական ռեսուրս է չարաշահել, իշխանությունը, որ ընդդիմադիրներն ընտրակաշառքով են ընտրվել։ Չնայած ընդդիմության լեգիտիմությունը կասկածի տակ դնող պնդումներին, իշխող քաղաքացիական պայմանագիրը չի դիմել Սահմանադրական դատարան։ Գործերը միավորվել են, իսկ դատարանը ամենաուշը հուլիսի 4-ին պետք է որոշում ընդունի։ Բարձր դատարանը կամ պետք է անփոփոխ թողնի ընտրությունների արդյունքների մասին ԿԸՀ որոշումը, կամ անվավեր ճանաչելով այն 3 հնարավոր որոշում կայացնի։ Անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները, կամ անվավեր ճանաչել եւ սահմանել մանդատների բաշխման կարգը, կամ նշանակել ընտրությունների երկրորդ փուլ։ Նախօրեին որոշվել է, որ դատավորներ Վլադիմիր Վարդանյանը եւ Արտակ Զեյնալյանը չեն մասնակցի դիմումների քննությանը։ Ըստ Սահմանադրական դատարանի դատավարության կողմերի նկատմամբ կանխակալ վերաբերմունքի պատճառով։ Վլադիմիր Վարդանյանը Սահմանադրական դատարան է տեղափոխվել խորհրդարանից կառավարող քաղաքացիական պայմանագիր խմբակցությունից, իսկ Արտակ Զեյնալյանը մինչև դատավոր ընտրվելը Երևանի քաղաքապետարանում իշխող քաղաքացիական պայմանագրի հետ համագործակցող հանրապետության անդամ էր։ Հայաստան դաշինքն էլ դիմել է, որպեսզի դատավոր Սեդա Սաֆարյանի մասնակցությունը ուրբաթ մեկնարկելիք դատավարությանը ճանաչվի անհնարին, կողմնակալության հիմքով։ Ինչպես նշել է ընդդիմադիր դաշինքի ներկայացուցիչը, Սեդա Սաֆարյանը 2021-ի խորհրդարանական ընտրություններում ընդգրկված էր Շիրինյան Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքի ցուցակում, Դաշինքին մաս կազմած ուժերից մեկը Հանուն Հանրապետության կուսակցությունը ևս Սահմանադրական դատարանում բողոքարկում է ընտրությունների արդյունքները։ Հիմնական պատասխանողը կենտրոնական ընտրական հանձնաժողովն է, բայց Սահմանադրական դատարանը որպես երրորդ կողմ է ներգրավել նաև ընտրություններում հաղթած քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը։ Մինչ դատարանը կորոշի բավարարել թե մերժել ընդդիմադիրների պահանջը, սեղանին է իշխանափոխության օրակարգով ընդդիմադիրների համախմբման Սամվել Կարապետյանի առաջարկը։ Մոտ մեկ շաբաթ է անցել, տեսնենք ովքեր են արձագանքել ու ընդհանրապես ինչ է ենթադրում ուժեղ Հայաստանի առաջնորդի հետընտրական այդ նախաձեռնությունը։ Այդ կոչի սկզբունքորեն դեմ չենք եւ շատ մեծ հարգանքով ենք վերաբերում։ Այստեղ բայց կա սկզբունքային պահ, նախ կոնսոլիդացիա կոչվածը պետք է անպայման ունենա բովանդակություն քաղաքական, իր ռազմավարությամբ եւ մարտավարությամբ, ճանապարհային քարտեզ։ Ավասիկ այդ շատ կարևոր է պատկերացումները լսել պարոն Կարապետյանի այդ ամեն ինչի վերաբերյալ։ Գործարար Գագիկ Ծառուկյանի առաջնորդած ԲՀԿ-ում հարգանքով են վերաբերում ընդդիմադիր դաշտի համախմբմամբ վարչապետ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու Սամվել Կարապետյանի առաջարկին, բայց դրան զուգահեռ սպասում են ճանապարհային քարտեզին, թե ինչի շուրջ է լինելու համախմբումը եւ ինչպես է միլիարդատեր գործարարը պատկերացնում իշխանափոխությունը։ Անպայման կստեղծենք հետընտրական ընդդիմադիր կոալիցիա։ ԲՀԿ պատգամավորի տեխնացու Սուրեն Սուրենյանցի խոսքով միայն այն հանգամանքը, որ բոլորը ձգտում են իշխանափոխության, կոնսոլիդացիայի համար ամուր հիմք լինել չի կարող։ Հստակ պատկերացում լինի,
ճանապարհային քարտեզի Չկա վերաբերյալ։ այդ ճանապարհային քարտեզ։ Մենք առայժմ չենք լսել։ Կարծեմ չի էլ ներկայացվել հրապարակային։ Դե պարոն Կարապետյանն ասում էր, որ կլինի այդ սահմանադրական դատանի որոշումը, նաև կլինի հանրահավաք համատեղ։ Դե հիմա ես ասում եմ բոլորի վերաբերյալ նախ պիտի ռազմավարական լուծում գտնենք, հետո նոր ֆորմատը դրանից բխող լինի համագործակցության, հետո նոր քննարկվի ըստ այդ ռազմավարության մանդատ վերցնել չվերցնելու հարցերը եւ մնացած բոլոր հարցերը։ Սուրեն Սուրենյանցն ասում է, որ այժմ ուժեղ Հայաստանի, Հայաստան Դաշինքի, ԲՀԿ-ի եւ ընդդիմադիր այլ ուժերի միջև կան քննարկումներ։ Փորձ է արվում փոխադարձ ընդունելի օրակարգեր ձևավորել, սակայն լիդերների մակարդակով հանդիպում դեռևս չի եղել։ Մինչդեռ Սուրենյանցը կարծում է, որ առարկայական որոշումները կայացվելու են հենց Կարապետյան, Քոչարյան, Ծառուկյան տետատետ հանդիպման ընթացքում։ Ես չգիտեմ, մենք կհասցնենք օրինակ միջև սահմանադրական դատարանի նիստը, որտեղ 26-ին է նշանակված, ինչ-որ ընդհանուր օրակարգեր ձևավորված լինենք, թե ՍԴ-ից հետո մի նոր ստատուս քվո կստեղծվի, ըստ այդմ կսկսենք առաջնորդվել, մանավանդ որ առանձնապես շատ պատրանքային սպասումներ չկան ՍԴ ենթադրյալ որոշումից։ Այսինքն առարկայական դեռևս համաձայնություն, թե ինչպես պետք է հասնել Նիկոլ Փաշինյանի հրաժարականին, դեռ չունեն ընդդիմադիր ուժերը։ Ես ունեմ, Չէ, միասնական ընդդիմությունը։ Միասնական առայժմ կարծում եմ ոչ, հակառակ դեպքում հայտարարված կլիներ։ Պարոն Սուրենյանց, ճիշտ եմ հասկանում, որ քանի տեղի չի ունեցել լիդերների հանդիպում, Սամվել Կարապետյան, Ռոբերտ Քոչարյան, Գագիկ Ծառուկյան, առարկայական համաձայնության, այսինքն մասին խոսելը դեռ վաղ է։ Մեծ հաշվով դուք ճիշտ եք, եւ գաղտնիք չի, որ վերջին խոսքը կամ վերջնական խոսքը պատկանում է նրանց։ Այդպիսին է Հայաստանի քաղաքականության առանձնահատկությունը։ Սուրեն Սուրենյանցն ասում է, որ 3 լիդերների համատեղ հանդիպումը կազմակերպելու մանդատը պատկանում է Սամվել Կարապետյանին, որպես ընտրություններում ամենաշատ ձայները ստացած ընդդիմադիր ուժի առաջնորդ։ Իսկ թե ինչու է հապաղում ուժեղ Հայաստանի առաջնորդը, թե իշխանափոխության ճանապարհային քարտեզը ներկայացնելու եւ թե լիդերների հանդիպում նախաձեռնելու առումով ընդդիմադիր գործիչը կարծում է, որ խնդիրը քաղաքական հաշվարկներն են։ Կայացակնային հեղափոխության սցենարը չի աշխատելու Հայաստանում հիմա այս պահին, այս ընտրությունների առանձնահատկություններից մեկն էլ է։ Եթե կայացակնային հեղափոխության սցենարը չի աշխատելու, ինչ հապաղման մասին կարող է խոսք լինել։ Այսինքն դուք տեսնում եք, որ դանդաղ իշխանափոխության հնարավորություն է։ Ես տեսնում եմ դա տարիից տարուկեսվան ընթացքում միանգամայն իրատեսական հնարավոր եմ համարում, որտեղ իշխանության ճգնաժամը ու իշխանության շուրջ ներքին եւ արտաքին турբուլենտությունը չի նվազելու, գնալով խնդիրները ահագնանալու են, այդ թվում արտաքին պարտավորությունների կատարման հետ կապված խնդիրներ ունի Նիկոլ Փաշինյանը, հայ-ռուսական հարաբերություններում շատ լուրջ խնդիրներ կա։ Դրա համար հիմա որ ասում են հապաղում եք, հապաղում են, երբ որ հեղափոխական սցենարի ռեալ հնարավորություն կա, դու բաց ես թողում։ Այսինքն անհնար է այս պահին մեծականակ թվով մարդկանց փողոց դուրս Դա բերել։ անհնար է այս պահին։ Հետևաբար ընդդիմությունը պետք է որդեգրի միջնաժամկետ ծրագիր պայքարի։ Արդյոք ԲՀԿ առաջնորդը ի վերջո դուրս կգա քաղաքականությունից, հաշվի առնելով, որ ընտրություններից հետո Գագիկ Ծառուկյանին պատկանող մի շարք բիզնեսներում ստուգումներ են սկսվել։ Ավելին նախորդ շաբաթ հայտնի դարձավ, որ քաղաքապետարանը որոշել է դադարեցնել Օղակաձև զբոսայգու տարածքում գտնվող մուլտի վելնես կենտրոնի վարձակալության պայմանագիրը։ Այսօր էլ հայտնի դարձավ, որ ուժը կորցրած է ճանաչվել Ծառուկյանի Շանգրիլա խաղատան լիցենզիան։ Այս ամենը հաշվի առնելով այս բիզնեսների հետ կապված խնդիրները Ծառուկյանի, հնարավոր է, որ Գագիկ Ծառուկյանը դուրս գա քաղաքականությունից։ Շատ կարճ պատասխանեմ։ Կանխատեսելիորեն, եթե նույնիսկ Գագիկ Ծառուկյանը հայտնվի բանտում, ոչ մի կոմպրոմիս իշխանության հետ չի լինելու։ Իսկ այս բոլոր քայլերը դուք կապում եք քաղաքականության հետ, Բայց ինչի հետ կապեմ։ Այսինքն այդ բանի Լողավազանի կամ բանի ուրեմն Շանգրիլայի կամ Արարատ ցեմենտի խնդիրները ամեն ինչ օքեյ էր եւ երևի օքեյ կլիներ, եթե Ծառուկյանը չմասնակցեր ընտրություններին, չէ՞։ Ինքը կհամարվեր խոշոր կապիտալի ներկայացուցիչ, նույնիսկ կգտնվեին իշխանամետ падգամավորներ, որ գուցե իրան բարերար տիտղոսով դիմեին։ Նույնը Սամվել Կարապետյանին, բայց այս մարդիկ հենց քաղաքական հայտ ներկայացրեցին, դարձան ոչ թե այլընտրանք, այլ իշխանության ոխերիմ թշնամիներ, դրանից բխող
բոլոր հետևանք իհարկե կապում եմ։ Այսօր եկել այն պահը, երբ ես որոշում եմ կայացել, այլևս չզբաղվել ակտիվ քաղաքականությամբ։ Քաղաքականություն վերադարձած Գագիկ Ծառուկյանը տարբեր ժամանակահատվածներում քաղաքականության էջը բացելուց հետո կրկին փակել է գործող իշխանության հետ առճակատումից հետո։ Բանակցությունները ընթանում են եւ կարծում շուտով կունենանք լավ նորություններ այս մասով։ Մինչ ԲՀԿ-ում սպասում են Սամվել Կարապետյանի իշխանափոխության ճանապարհային քարտեզին, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիմում ավելի լավատեսական հայտարարություններ են հնչում։ Ինչ նորությունների մասին է խոսքը առայժմ Հայաստան դաշինքում փակագծեր չեն բացում։ Դաշինքի անդամ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը Ազատության ընդամենը փոխանցեց, որ քննարկումները շարունակվում են։ Պայն ընդամենը կարող եմ ասել, որ ընդդիմադիր քաղաքական ուժերի միջև քննարկումները շարունակվում են։ Ավել որևէ բան այս պայն չեմ կարող ասել հասկանալի պատճառներով։ Եթե արդյունքներ լինեն, բնականաբար մեր հանրությունը առաջինը կտեղեկանա։ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու օրակարգով ընդդիմադիր միասնական պլատֆորմ ստեղծելու Սամվել Կարապետյանի առաջարկը առայժմ հրապարակավ ընդունել է միայն Հայաստան դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։ Հիմա Վանաձոր տեղափոխվեմ։ Փամբագետում այսօր հայտնաբերվեց նաև մեկ շաբաթ որոնվող 13-ամյա Նարինեի ջրահեղձ մարմինը։ Քիչ հեռու այն Չարաբաստիկ խողովակից, որից աղջնակը ենթադրաբար գետներ ընկել։ Նարինե Մարտիրոսյանի կրտսեր քրոջ 7-ամյա Նարեիդին հայտնաբերել էին անցած շաբաթ։ Մեր թղթակից Կարինե Սիմոնյանն էր այս օրերին հետևում որոնողական աշխատանքներին։ Այսօր սաղորի մուշկում մեկ էսեր, մեկ է ներկատներ են, ոնց որ սրտիցս վկա է։ Ջրասուզակ Վահե Մելքոնյանի սիրտն էր վկայել, թե մասնագիտական հոտառությունը, բայց Փամբագետն ընկած 13-ամյա երեխայի որոնումներն այսօր վաղ առավոտից սկսել էր դեպքի վայրից մոտ կես կիլոմետր հեռավորության վրա, ծառերի արմատների խոռոչում, ուր ի վերջո 1 մետր խորության վրա հայտնաբերվեց փոքրիկի մարմինը։ Նրան որոնում էին արդեն 1 շաբաթ։ Բայց կարող հանենք ստե։ Հինգ օր առաջ քիչ վերև դարձյալ ծառարմատների տակ ջրասուզակը գտել էր նաև Նարինեի կրտսեր քրոջը 7-ամյա Նարեին։ Այ մի օգնածությունս զգացի։ Նախորդ օրերին բազմաթիվ անգամներ տասնյակ ջրասուզակներ, փրկարարներ, ոստիկաններ ու կամավորներ անցել էին այս նույն հատվածներով։ Վահե Մելքոնյանն այսօր երեխայի մարմինը գետից դուրս բերելուց հետո մտմտում էր, ինչու օրեր շարունակ որոնումներն արդյունք չէին տալիս։ Չէ, դե խորշերը շատ ախր, էստի հայել նա։ Ես սաղ ատիկ եմ։ Այնպես չէ, որ մենակ դուզ նես, սաղել նայել են, դա չեմ ասում։ Ինքը երկար մնացել, չեմ կարող։ Բայց ջուրը ընդամենը 10 սանտիմ բան է իջել, այդ 10 սանտիմ չէր կարող պոկել բերելը։ Չէ, պոկել բերելը չեն, ժամանակ կրում են անելուց, ենթադրում են։ Չէ։ Տեղը խորն է, դե ասնելն էր դժվար, բայց Դու բեն հանելուց հետո էլ ես տնապը։ 1.5-ի կարգի կարարել ես։ Բայց այս հատվածը Զիբիլյանոց է, մեշոկ է, չգիտեմ ինչ է։ Դերնեմ Քան ախպեն հանել։ Էժոգի, հա։ Երրով շունչս պայեր եմ իջեր եմ ծառը բռնեցի իջա։ Այդ ժամանակ երեխուն զգացի։ Մեշոկ բանել էր վրեն գցեցի իրան։ Երեխունը տենց զգացի։ 1 շաբաթ առաջ քույրերը փորձել էին հանդիպակաց թաղամասում գտնվող կրթական կենտրոն գնալ, անցնելով ոչ թե կամրջով, այլ Փամբակ գետում դեռ խորհրդային տարիներից մնացած խողովակի վրայով, բայց թաց խողովակն անհուսալի էր, երեխաները սահել ու հայտնվել էին վարարած գետի ալիքներում։ Տասնամյակներ շարունակ Լոռիում բազմաթիվ մարդկանց մահվան պատճառ դարձած ավելի քան 15 մետրանոց խողովակը ապամոնտաժվեց միայն անցած շաբաթ հերթական ողբերգությունից հետո։ Ասաթողտես պահի ձգած, որ չֆռատր ու բեր։ Այսօր երեխային գտնելուց րոպեներ առաջ Վանաձոր էր ժամանել ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։ Նա քաղաքի մուտքի մոտ ձևավորված շտաբում քննարկում էր որոնողական աշխատանքների ընթացքը։ Շեշտում էր, թե դիտարկում են ոչ միայն երեխայի գետն ընկնելու, այլ նաև այլ վարկածներ։ Բայց քիչ անց արդեն գետից հայտնաբերվեց խեղդված երեխան։ Գնացել եմ, բայց այս տղերքը նույնիսկ ժամը 8-ին Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, որ անցած բոլոր օրերին հետևել է փրկարարների աշխատանքին, հարց բարձրացրեց. այսքան ծանր աշխատանք կատարող փրկարարներն ու ջրասուզակներն ընդամենը 150-ից 170 հազար դրամ աշխատավարձ են ստանում։ Երբ պիտի կառավարությունը վերանայի նրանց աշխատավարձը։
Նախարարը շնորհակալություն հայտնեց որոնողական աշխատանքներն իրականացրած փրկարարներին ու կամավորներին, համաձայնեց նրանց խրախուսելու Շամշանի հորդորին, ցածր աշխատավարձի մասին դիտարկմանը սակայն ուղիղ չարձագանքեց։ Ես կխնդրեմ ուզեմ որպեսզի կառավարությունը այս փրկարարներին, ջրասուզակներին խրախուսի, որտեղ իրոք դիտա վտանգ 5 օր առաջ Փամբակից հայտնաբերված 7-ամյա աղջնակին արդեն հողին են հանձնել։ Այսօր ավագ քրոջը հայտնաբերելուց հետո տեղում քննիչներ էին աշխատում։ Այս ամբողջ ընթացքում ծանր դժբախտություն ապրած ընտանիքի հետ հոգեբաններ էին աշխատում։ Մայրը Վանաձորում վարձակալած բնակարանում ապրում էր 5 երեխաների հետ։ Լուսադեմին մահվան ելքով վթար է տեղի ունեցել Արտենի գյուղի մոտակայքում։ Մեկ մարդ է զոհվել, 1 տասնյակից ավելի վիրավորներ կան։ Վերջին օրերին սա երրորդ խոշոր վթարն է, նաև մասնագետների հետ ենք խոսել այս ցավալի վիճակագրության պատճառների վերաբերյալ։ իջել են ձոր, անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերում բժիշկները վիրավորներին, ապա փրկարարների հետ վիրավորներին մոտեցրել են պատգարակներով շտապօգնության ավտոմեքենաներին։ Հերթական խոշոր վթարը, այս անգամ Արագածոտնի մարզում։ 1 մարդ մահացել է, 11-ը վիրավորվել։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանն է տեղից պատմում։ Լուսաբացին Գյումրի Քարակերտ ավտոճանապարհի Արտենի գյուղի տարածքում Գազելն ու Զիլն են իրար բախվել։ Նախնական տեղեկություններով Գազելն օրավարձով աշխատողների է բերքահավաքի տեղափոխելիս եղել։ Տեղում մահացած 46-ամյա կինը նրանցից մեկն էր։ Հոսպիտալացված 11 տուժածներից 5-ի վիճակը ծանր է, 3-ինը թեթև, մյուսները դուրս են գրվել։ Ամուսինս մենակ զանգեց, ասեց վաղ դեպք կա պատահել։ Ու ես ասի ինչ ասեց բանը, Ֆորդը խփելա զլի։ Զիլում հայր ու որդի են եղել։ Տիկին Վարդը TV5-ին է պատմել։ Ղեկին որդին է եղել։ Ամուսնու հետ լուսաբացին դաշտ էին գնում խոտ բերելու։ Գյուղացիները լրատվամիջոցին պատմել են, թե ճանապարհի այդ հատվածում տեսադաշ չկա, վերևից գալիս են։ Если որ ուզում ա թեքվի հետևի ավտոն, եթե մի քիչ մարգատ ուշ միացրած եղավ, ինձ բադական անգամ եկել եմ բաներ։ Դա հաճախակի մենակ անզգուշությունից կարա լինի դες բաներ։ Այս վթարը վերջին օրերին արձանագրված արդեն երրորդ խոշոր ճանապարհատրանսպորտային պատահարն է։ Նախորդ օրն էլ Երևան-Վանաձոր ավտոճանապարհին էին 2 մեքենա իրար բախվել, 7 մարդեր հիվանդանոց տեղափոխվել։ Ավելի վաղ Աշտարակ-Սասունիք ճանապարհին երեխաներին էքսկուրսիայի տանող ավտոբուսներ կողաշրջվել։ Նախնական տեղեկություններով այլ մեքենա էր ճանապարհը կտրել։ Բուժօգնության էր դիմել 30 երեխա եւ 6 մեծահասակ, բոլորն էլ հետո դուրս են գրվել։ Իսկ ապրիլին Շիրակի մարզի Աղին բնակավայրի մոտ 2 ավտոմեքենաների բախման հետևանքով զոհվել էր 6 մարդ, այդ թվում 2 երեխա, եւս 11 մարդ տուժել էր։ Այս վթարի հետևանքով 2 երեխաներին, ամուսնուն ու սկեսուրին կորցրած կինը շուրջ 1 ամիս ծայրահեղ ծանր վիճակում հոսպիտալացված էր, օրերս է դուրս գրվել։ Վարորդի ընկեր հասարակական կազմակերպության ղեկավար Տիգրան Քեյանը կարծում է, եթե դպրոցական նստարաններից երեխաները ճանապարհային կանոնները չսովորեն, վաղը վատ վարորդ են լինելու կամ իրենց կյանքն են կործանելու կամ մյուսների։ Օրինակ այն անչափահաս վարորդը, որ այդ տեսանյութերը անում էր, որ ինչ որտեղ կոնտենտ հավաքեր, իր լսարանը մեծացներ, հա, եւ դրանով ինքը բարձրանում էր։ Դա պետք է կրթել։ Դա չեն կարող ուղղանելով դաստիարակ ենք այդ մարդկանց, անհնար է։ Պաշտոնական թվերով 2025 թվականին Հայաստանում գրանցվել է 4784 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետևանքով զոհվել է 283 մարդ։ Թեև 2024-ի համեմատ վթարների թիվն աճել է 19%-ով, զոհերի թիվը նվազել է 50-ով, 333-ից հասնելով 283-ի։ Փորձագետը նշում է, ճանապարհների նորոգումն ու կառուցումը կամ վարորդներին պատժելը հարցի լուծում չէ, քանի որ դեռ հին ու նոր ճանապարհներին անվտանգության ապահովման համար անհրաժեշտ կահավորանքի հարցը մնում է բաց։ Ճանապարհներում իրականացվող շինարարության անվտանգության պահպանում բացակայում է։ Մեկ տեղ կտեսնեք ճանապարհային նշան, որը ձեզ կուղղորդի, որ դուք նվազեցնեք արագությունը, քանի որ 100 մետր հետո հանդիպելու եք վերանորոգման աշխատանքներին։ 50 մետր երթևեկելիս տեսնեք երկրորդ ճանապարհային նշանը, որը ձեզ կզգուշացնի, որ իջացրեք ձեր արագությունը, քանի որ 50 մետր հետո հանդիպելու եք շինարարությանը։ Դա մեկ, երկրորդը։ Նույն այդ ճանապարհային ակտիվ իրականացող շինարարությունը չկա այդ ճանապարհային նշանները, երեկոյան ժամերին երթևեկելուց կտենեք լուսավորությունով այդ հատվածը սահմանազատված, որ դուք չգաք ընկնեք այդ
հոսերը, օրերը։ 2025 թվականին վարորդական իրավունքից զրկվել է 5450 մարդ։ Միաժամանակ արձանագրվել է վարորդական իրավունքից զրկվածների կողմից մեքենա վարելու 9466 դեպք։ Ընդ որում այդ դեպքերը վերջին 5 տարիներին գրեթե քառապատկվել են։ Չնայած այս հանգամանքին վարչապետ Փաշինյանը նախընտրական շրջանում ընդառաջեց իրեն դիմաց կարգազանց վարորդներին, օրենսդրական փոփոխության արդյունքում նրանք կարող են վերականգնել վարորդական իրավունքը առանց քննության, սակայն սկզբում կստանան ոչ թե 13, այլ 6 տուգանային բալ։ Սա մտահոգում է փորձագետներին ու կարգապահ վարորդներին։ Ասում են, վարորդական իրավունքից զրկվելն արդեն նշանակում է, որ նրանք լավ վարորդ չեն։ Արդյոք նրանց վերադարձը նաև նոր վթարների պատճառ չի դառնա։ Եթերում Ազատության լրատվական կենտրոնն է, մեր լուրերին կարող եք հետևել նաև Ազատության տելեգրամյան ալիքում, իսկ այս ծրագրի երկրորդ մասում առաջարկում եմ դիտել։ Հայկական ընկերությունը ինտերնետ կապ կապահովի Ադրբեջանի հիմնական տարածքի և Նախիջևանի միջև, ինչ է ենթադրում հայ-ադրբեջանական համաձայնագիրը։ Գյումրեցիները հաշվում են վերջին կարկուտի վնասները, կլինի փոխհատուցում։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարական է տալիս։ Նրան ամենայն հավանականությամբ կփոխարինի Մեծ Մանչեսթերի նախկին քաղաքապետ Էնդի Բըրնհեմը։ Հայաստանի Տելեկոմը Արմենիան և Ադրբեջանի Ազեր Տելեկոմը ստորագրել են մի համաձայնագիր, ըստ որի ադրբեջանական կողմը օգտվելով հայկական ենթակառուցվածքներից կկարողանա ինտերնետ կապ ապահովել Ադրբեջանի հիմնական հատվածի և Նախիջևանի միջև։ Այդ ծառայության դիմաց ադրբեջանցիները հայկական ընկերությանը վճարելու են, թե որքան Տելեկոմը Արմենիայից չեն հստակեցնում։ Լուրը միանգամից ամենակննարկվողներից մեկը դարձավ, տարբեր մտահոգություններ հնչեցին, թե ադրբեջանցիները հասանելիություն կստանան հայաստանցիների տվյալներին։ Ազատությունը զրուցել է ընկերության փոխտնօրենի հետ, որը պնդում է ադրբեջանական կողմը հասանելիություն կստանա միայն վայրկյանում 100 գիգաբայթ հեռագության մալուխին, այլ ոչ թե տվյալներին։ Ըստ նրա, Ազեր Տելեկոմը չի միանալու հայկական ցանցին, այլ կարողանալու է օգտվել մալուխներից։ Մենք ծառայություն ենք մատուցում, այսինքն մեր ծառայությունից են իրենք օգտվում, ոչ թե մենք իրենք, Կորնիձորից դեպի Երևան, այսինքն Նախիջևան իրանց գնալու համար։ Հա, այսինքն Նախիջևան է մտնում բանը։ Այո։ Միացումներն արվել են։ Չէ, միացումներ ոչ մի բան չի արվել, միացումները արվելու համար մենք պետք է ԱԱՏ-ից թույլտվություն ստանանք, որպեսզի սահմանային միացում անենք։ Սա զուտ ոնց որ այսպես ասած համաձայնագիր է բանի։ Համաձայնագիր է, որը դեռ պետք է գետնի վրա իրականացվի։ Որը դեռ պետք է իրականացվի, այո։ Այսինքն այս դեպքում վաճառող կողմը մենք ենք, ոչ թե գնող կողմը։ Իսկ ինչ պայմաններով են համաձայնությունները սակագինը ինչ գնով ենք վաճառելու արդյոք կոմերցիոն դա գաղտնիք է, սակագինը ոնց ասում։ Դա տրանզիտ է, ես ուզում եմ դուք ճիշտ նաև պատկերացնեք, այսինքն մենք ուղղակի իրանց տալիս ենք տրանզիտ մեր ցանցով, ոնց որ ԱԿԵՊ-ից բեկետ էլի։ Սահմանի վրա ամեն մեկը բերում է իր մալուխը, հենց սահմանի վրա սվարկա է արվում ու բերում է ԱԿԵՊ-ից բեկետ։ Շիրակի մարզում շաբաթավերջին տեղացած ուժգին կարկուտի վնասներն են հաշվարկում ամռան սկզբից արդեն երկրորդ անգամ։ Այս դեպքում ոչ միայն ֆերմերները, այլև վարորդները, որ մեքենան ամեն օրվա նման փողոցում կայանել էին ու տեղումներից հետո դրանք կիսաքանդ գտան։ Ուրբաթ օրվա կարկուտից ջարդուխորտ եղած մեքենայի լուսանկարով այսօր քաղաքապետարան էր շտապել գյումրեցի Սաշա Եղիազարյանը, հույսով, որ գուցե վնասը փոխհատուցեն։ Հիմավագին է կոտրվել, ամբողջ մեքենայի վերևի մասը բագաժնին դիմաց է կապոտ, բագաժնի բոլորը փոսեր ենք, ահավոր փոսեր ենք, վերել ենք ուզել ենք թղթերը տանք, նայենք ինչ աջակցություն կունենանք։ Հույս ունեք, որ ինչ-որ աջակցություն կլինի։ Ունենք, այո։ Մյուսները ևս իրենց վնասված մեքենաների ջարդված պատուհանների տանիքների լուսանկարներով էին եկել։ Մեքենան ամբողջությամբ վնասվել է հետևի աբագին դիմացի աբագին ամբողջ մեքենայի։ Վերել են կապոտը հետևը ծակ չարտավ։
Երևի ստիպված լինեմ պետք է անեմ, ինչ անեմ, չեմ թափել մեքենան։ Բայց լավ թափելու բան է դառը։ Տեսնենք, եթե պետական հոգացություն լինի, իհարկե շատ շնորհակալ կլինենք։ Դիմումների վերջնաժամկետն այս ուրբաթ է, դրանք նախամայնքապետարաններն են ընդունում, այնտեղից մարզպետարան, հետո կառավարություն ուղարկվում, փոխհատուցում կլինի թե ոչ, գործադիրը կորոշի։ Ամեն դեպքում նախադեպեր կան, օրինակ այս գարնանը համապետական ընտրությունների նախաշեմին կառավարությունը որոշեց փոխհատուցել 24 եւ 25 թվականներին Շիրակի մարզում կարկուտից տուժած գյուղացիներին, հեկտարի հաշվով 50,000 դրամ։ Առայժմ պարզ չէ, թե ինչ որոշում կընդունի կառավարությունն այս անգամ, բայց Գյումրիի քաղաքապետարանում այսօր մեծ հոսք կար։ Շաբաթօրվա դրությամբ 161 դիմում մուտքագրած ունենք արդեն, իսկ այսօրվա դրությամբ մոտ 500 դիմումներ են, որոնք վերաբերվում են եւ ավտոմեքենայի, եւ շենքի տանիքի, ինչպես նաեւ պատուհանների կոդրված, նաեւ այգիների, վնասված ծառերի։ Մի խոսքով դիմումները շատ են, դուք եւս տեսնում եք, ժամ առ ժամ, րոպե առ րոպե շատանում են, ներկապային 500 դիմում, որ ունենք։ Այսօր ավարտվում է նաև հունիսի 10-ի կարկուտից տուժածների դիմումների ընդունումը, այս դեպքում արդեն տուժածների հստակ թիվ կա։ Ամսի 10-ին օրինակ մոտ 170 դիմում ունենք, ներկապային այս հենց հիմիկվա դրությամբ 170 դիմումներ ունենք, մուտքագրված, ցուցակագրված, որոնք արդեն առաջ ենք տվել։ Վերջին կարկուտից զգալի վնաս են կրել նաև տեղի ջերմոցները։ Մայիսյանցի Էդմոն Հարությունյանը ջերմոցի ապակիները կոտրված, պոլիէթիլենային թաղանթն ամբողջությամբ ծակծկված էր գտել։ 3 օր է անցել, բայց կոտրված ապակիները դեռ չեն կարողացել հավաքել։ Կատիլային շլանգները Արելի վնասների հասցրե, մոտ 3000 քառակուսի շուշա, կոդրվել է սաղ ամբողջությամբ, 5000 քառակուսու չափ է մոտավոր պոլիետինային ցելոֆոնից է վնասել։ Մի կողմից ռուսական սահմանափակումների պատճառով վարդերի իրացման խնդրի առաջ է կանգնել, մյուս կողմից էլ այս աղետը ջերմոցատերն ասում են նախնական հաշվարկով մոտ 10 միլիոն դրամի վնաս է կրել։ Սկսե կարգուտը ծեծած տեղը ծեծեց, նորից կրգնագի արելի այս մի ամիս, 2 ամիս հետո չկարողացանք այս շուշը կտնենք, արդեն ինքը կուկա պաղերը, պաղերի վաղ չենք կարող ինքը տակ եղնի, որ այս ծաղի գաջը ծնենք, բայց դել աջստելու էլ, սպես որ շարունակվավ, իմաստը չկա։ Չգիտենք ինչ անենք, սաղ տուն, տեղ, սաղ տարածը վարկերի տակ։ Ջերմոցային տնտեսությունը վարկերով են հիմնել, հիմա դրանք մարելու լուրջ խնդիր ունեն։ Մոտ 80 միլիոնի վարկ ունենք, որ ամիսը ծմերը մի կերպ բարեկամից, հարևանից, նորից կրգնագից ոսկի տնելով, գազը մի կերպ բանենք երև վճարել ենք, որ պահենք գոնա կարունը հմի համ պարկ տանք, համ վարկ փակենք, համ տուն պահենք, ենե հագարակը ստացվեց, հմե փակել են վաբշե ոչ արդանում կա, ոչ բան կա, թապելու քնով կեսը թապել ենք, թապազներն ունենք, այսօր նորից դիա խաղ է, մտածենք ոնց պիտի վաճառենք, չգիտենք, վաբշե չգիտենք։ Միայնակ առանց պետական աջակցության, ասում է, դժվար կարողանան վնասը վերականգնել, իսկ Շիրակում ջերմոցային տնտեսություն հիմնելն ու պահելը ավելի մեծ ծախս է պահանջում, հատկապես ջեռուցման առումով, քանի որ կլիման ավելի ցուրտ է։ Հիմա երբ օգուտ էին ստանալու, վարդերի իրացումը չկա, իսկ ծախսերը միայն ավելանում են։ Գյումրիից 120 կիլոմետր այս կողմ Երևանում կարկուտ կամ ուժգին անձրևներ վերջին օրերին չկան, բայց այնպիսի խցանումներ են, որ միայն առատ տեղումների ժամանակ է հանդիպում։ Կիևյան կամուրջը մոտ 2.5 ամիս փակ կլինի, վերանորոգում է։ Վարորդները հենց դա էլ համարում են կիլոմետրերով ձգվող խցանումների հիմնական պատճառը, որ ոչ միայն հարակից ճանապարհներին է ձգվում, այլ քաղաքով մեկ։ Խցանումների պատճառը ձեզ ի՞նչն է։ Բանը Կիևյան մոստի փակումը։ Ճիշտ ժամանակ են գտել քանդելու։ Իհարկե ոչ։ Ինչու՞, ինչ պետք է արվեր ձեզ։ Իսկ թվում է մի կողմը բաց մնար, գոնե մի կողմը փակվեր, հետո սենց ամբողջ քաղաքը կապված հարեն արել։ Իսկ այլ ընտրանքային ճանապարհներ կան։ Կան, բայց բոլորը խցանված են։ Խցանումների մեջ շատ է սնում։
Հրազդան մարզադաշտից դեպի հաղթանակի կամուրջ իջնող հատվածը օրվա գրեթե բոլոր ժամերին խցանված է, բայց երբ օրերս հիմնանորոգման համար փակվեց Կիևյան կամուրջը, վարորդների պնդմամբ կենտրոնին կապող ճանապարհները կաթվածահար եղան։ Իսկ այլ ընտրանքային ճանապարհներ կա։ Չէ, դե քաղաքը կիսում է Կա ուրիշ շրջանցող ճանապարհներ։ Մենակ էսա։ Արդեն 6 օր փակ կամուրջը ոչ միայն ավելացրել է երթևեկության ժամանակն ու ծախսը, այլև վարորդների խոսքով բացահայտ էր, որ շրջանցիկ ճանապարհային ցանցը պատրաստ չէր նման ծավալի տրանսպորտային հոսքեր ընդունելուն։ Մայրաքաղաքի փողոցներում չավարտվող շինարարությունն էլ ավելի է ծանրաբեռնել տեղից գեր ծանրաբեռնված երթևեկությունը։ Կեսօրին մենք եւս Երևանի տարբեր խցանումների մեջ հայտնվեցինք ու թեև ցերեկային խցանումները անհամեմատելի են վաղ առավոտյան եւ 6-ից հետո քաղաքում տիրող իրավիճակի հետ, այդուհանդերձ անգամ կեսօրվա 30+ տապին մեքենաների շարասյունը այնքան մեծ ու անվերջանալի էր թվում, որ հենց խցանման մեջ զրույցի բռնվեցինք վարորդների հետ։ Գոնե կեսը ավարտեին նորերի փակեին, էլի որ փակել են հիմա ավելի ահավոր է։ Ահավոր բակա։ Հոյակապա, արխային գնա, կառուցումը, պետությունը կառուցումը չի կարելի խանգարած։ Թողեք կառուցեն, ինչ անեք, սովածել եք մնացել։ Կիևյան կամուրջի փակվելը ազդել է այս դեպքում։ Դե բայարք է։ Ինչու՞ ինչ պիտի անել քաղաքապետարանը, որ չի արել։ Դե նախապես դի սարքեին, բայց դե հիմա անում են, թողենք փլվի։ Չէ, դրան ճանապարհները այլ ընտրանքային նորմալ են։ Չէ, Պրոստը սաղ իրար հետ են անում, այդ է խնդիրը, գոնե մեկը վերջացնեն, մյուսը նոր անեն։ Եթե դու տունը ունես երկու սանհանգույց ու ապրում ես այդ տունը ու վերանորոգում ես սկսում, բնականաբար դու երկու սանհանգույցը իրար հետ չես վերանորոգի, որտեվ պետք է սանհանգույցը։ Իսկ այստեղ ասում եմ, ոչ մի հաշվարկ չի արվեց, ասում եմ երկու սանհանգույցը քաղաքապետարանը միանգամից սկսել է վերանորոգել ու մարդկանց կոլապսի մեջ է գցել։ Facebook-յան «Մի արեք այսպես» վարորդների խմբում AI-ով գեներացված նկարով ու այս պատկերավոր համեմատությամբ իրավիճակը ներկայացրել է Լևոն Հարությունյանը։ Սոցիալական այս հարթակում թեման եւս թեժ քննարկվում է, քննադատության պակաս չկա քաղաքապետարանի հասցեին։ Անցած դարի 50-ականներին կառուցված կամուրջը իհարկե պետք է վերանորոգվի, փողոցները եւս, բայց բանալի հարցն է՝ ինչպես։ Մինչև Կիևյանի նման կամուրջը փակելը պիտի հաշվարկ անեին, թե այդ ամբողջ հոսքը մեքենաների որ փողոցների վրա պիտի ընկնի, արդյոք պատրաստ են այդ փողոցները, ինչ կլինի, այդ տիպի շատ հարցեր կա, որ կախվածությունը կախված Կիևյան կամրջից պիտի այդ ամեն ինչը հաշվի առնվեր, բայց իմ կարծիքով առհասարակ չի հաշվի առնվել, որտեվ տեսեք Երևանը ոնց է, մի հատ փողոց փակվում է, ամբողջ Երևանը ծանրաբեռնվում է, Առանցենը ինքը ծանրաբեռնված է, չէ։ Ստացվում է, որ պետք է կակ մինիմում այն առաջնային շրջանցիկ փողոցները գոնե վերանորոգեին։ Իսկ մենք ունենք հիմա Պրոշյան, որը որ կիսաքանդ է, մենք ունենք ուրեմն այս Ձորի ճանապարհը, որը էլի կիսաքանդ է, այնտեղ մի հատ տեղ կա, որ ընդհանրապես մի ուղղությամբ է կարողանում մեքենան գնա գա։ Այսինքն առհասարակ մենեջմենտի տեսակետից ոչ մի հաշվարկ իմ կարծիքով չի արվել։ Երևանի քաղաքապետն էլ թերևս այս խցանումներից անմասն չի մնացել։ Այսօր գործակարգավարական նիստում ընդունեց, որքանով էլ այս աշխատանքները կարևոր են հատկապես անվտանգության տեսանկյունից, այնուամենայնիվ բազմաթիվ խնդիրներ են ստեղծվում խցանումների հետ կապված։ Տեմպը բավականին լավն է, ոնց հասկանում եմ, կարևորը պահպանելն է եւ մեր նշած ժամկետներում ավարտելը։ Չէ, իրատեսական չի, որովհետեւ կամուրջը եթե ոչ թե վերանորոգում են այս ասֆալտը, այլ հիմքերն են վերանորոգում, դա բավականին ծավալուն աշխատանք է։ Քաղաքապետարանի ժամանակացույցով Կիևյան կամուրջը պետք է բացվի օգոստոսի 29-ին, ու թեև Տիգրան Ավինյանը գոհ է աշխատանքային տեմպից, բայց այսօր ցերեկը վերևից մեր նկարահանման ժամանակ պատկերը մեղմ ասած աշխատանքային թեժ եռուզեռի մասին չէր։ Միջազգային լրահոսին անդրադառնանք, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարական է տալիս։ Ինչ կհետևի այս որոշմանը ու ինչը հիմա ամենակարևորն է, ով կդառնա 2 տարի առաջ ընտրություններում հաղթած լեյբորիստների նոր առաջնորդն ու նոր վարչապետը։ Իմ յուրաքանչյուր որոշման հիմքում եղել են նախ եւ առաջ իմ երկիրը առաջին տեղում դնելու ցանկությունը։ Հենց այդ պատճառով էլ հրաժարական եմ տալիս։
as leader of the Labour Party. Downing Street-ում սա վարչապետի արդեն 7-րդ հրաժարականն էր անցած գրեթե 10 տարվա ընթացքում։ Ընդամենը 2 տարի առաջ պահպանողականների դեմ ջախջախիչ հաղթանակից հետո իշխանության եկած Քեր Սթարմերը այսօր ստիպված էր վայր դնել լիազորությունները։ Մայիսյան տիմ ընտրություններում գրած պարտությունների, մի շարք վիճառույց որոշումների ու ռեկորդային ցածր վարկանիշի ֆոնին։ Վերջին հարցումներով Սթարմերին աջակցում էր բրիտանացիների միայն 19%-ը։ The question my party is asking now is whether I am best placed. Իմ կուսակցությունը հարց էր տնում, արդյոք ես կարող եմ լավագույնս առաջնորդել լեյբորիստներին դեպի հաջորդ խորհրդարանական ընտրություններ։ Ես լսել եմ պատասխանը եւ ընդունում եմ այն արժանապատվությամբ։ And I accept that answer with good grace. Պաշտոնապես թեկնածուների առաջադրումը պետք է սկսվի հուլիսի 9-ից, սակայն այսօր արդեն հստակ է, որ Սթարմերին փոխարինելու ամենամեծ շանսերն ունի մեծ Մանչեստրի նախկին քաղաքապետ Էնդի Բըրնհեմը, ում հաճախ են կոչում Հյուսիսի արքա։ Անցյալ շաբաթ նա Անգլիայի հյուսիսարևմուտքում առանցքային նշանակություն ունեցող արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթեց ընդդիմադիր ամենաազդեցիկ ուժի աջ ծայրահեղական Նայջել Ֆարաժի կուսակցության թեկնածուին։ 56-ամյա Բըրնհեմը դեռ այն ժամանակ էր հստակ ակնարկել. սա երկար ճանապարհի սկիզբն է միայն։ Այս արդյունքը հնարավորություն կտա երկիրը տանել մի ճանապարհով, որը արդարություն կբերի ամենուր եւ բոլորին։ Մարդիկ քվեարկել են հանուն փոփոխության։ Սթարմերի հրաժարականից ժամեր անց Բըրնհեմը հաստատեց, պատրաստ է գլխավորել Մեծ Բրիտանիայի կառավարությունն ու իր թեկնածությունն առաջադրել լեյբորիստների ղեկավարի պաշտոնում։ Պնդեց Բրիտանիան ակնկալում է կայունություն, սթափություն եւ մշտական ուշադրություն ամենակարևոր հարցերին եւ հենց դա էլ կստանա։ Ավելի վաղ ասել էր, երկիրը սխալ ճանապարհով էր գնում արդեն ավելի քան 40 տարի։ Տեղական ընտրություններում նրա հաղթանակից հետո ակնհայտ էր, որ Սթարմերի երգը երգված է։ But he was also the challenger, the person who was saying if you vote for me you can get rid of Keir Starmer. Նա մեկներով ասում էր, եթե ինձ ձայն տաք, կարող եք ազատվել Քիր Սթարմերից, եւ դա գրավիչ էր եւ հենց նրանց համար, որ 2024-ին քվեարկել էին լեյբորիստների օգտին, հետո հիասթափվել էին եւ նույնիսկ նրանց համար, ովքեր գուցե ձայն կտային կանաչներին կամ լիբերալ դեմոկրատներին, բայց նպատակահարմար գտան աջակցել մեկին, ով պատրաստ էր փոխել Քիր Սթարմերին։ Were the only alternative to reform. Այս պահին Բըրնհեմին անհրաժեշտ է ստանալ 81 падգամավորների աջակցությունը վարչապետ ընտրվելու համար։ Մի քանիսն արդեն արտահայտվել են, այդ թվում առողջապահության նախկին նախարար Ուես Սթրիթինգը։ Նա անցած ամիս հեռացել էր Սթարմերի կաբինետից եւ հայտարարել, թե կպայքարի նրա պաշտոնում ընտրվելու համար։ Հիմա երբ Սթրիթինգը փաստացի աջակցում է Բըրնհեմին, ստացվում է վարչապետության համար թեժ պայքարն ավարտվում է դեռ չսկսված, եզրակացնում է BBC-ն շարունակելով։ Եթե այդուամենայնիվ լեյբորիստների շարքում լինեն այլ մրցակիցներ, Բըրնհեմը հեշտությամբ առավելության կհասնի։ Այլ հարց, որ նա ընդամենը մի քանի տարի ունի լեյբորիստների մեջքն ուղղելու եւ ընտրողների վստահությունը ամրապնդելու համար։ Մեծ Բրիտանիայի հաջորդ համապետական ընտրությունները պետք է տեղի ունենան ամենաուշը մինչև 2029-ի օգոստոս։ Վերջին սոցիոլոգիական հարցումները մինչդեռ վկայում են, որ անցած տարվա ապրիլից երկրով մեկ սրընթաց ու շարունակական աճում է աջ պոպուլիստ Նայջել Ֆարաժի վարկանիշը, ով 2019-ին հիմնադրեց ու առաջնորդեց Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի ապահարզանի համար պայքարող Brexit կուսակցությունը։ Այսքանը այս եթերաժամի համար հիշեցնեմ ազատություն.am կայքում, նաև սոցցանցերի մեր էջերում լրահոսը թարմացվում է, հետևեք հաջողություն։